Քեզ ինչ եղավ աղջիկ ջան, հանգստացած կեր։ Էս դե ինչ անում արա։ Ընկի առաջ։ Լավ, խնդրում եմ։ Լսի հելը, դու կրկին անգամ ինչ ես կորցրել ես մեր տարածքում։ Քայլեցիր։ Սպասի։ Ես դուք երկու աղբեր քոր եք։ Չես տենում ստեղ կանգնած եմ։ Դու նստի տեղ։ Ես ձեռներով ես մեր համար ճար սարքում։ Խնդրում եմ չանես։ Ինչ է այստեղ կատարվում։ Ինչ պետք է կատարվի, մամ։ Սրա բերանն եմ ուզում ջարդեմ։ Քեզ կարգի հրավիր։ Մամատ քեզ շատ լավ խորհուրդ տվեց։ Հետևի այդ խորհրդին, թե չէ գլուխդ կպոկեմ։ Դե բա հələ պոկի, սպասում եմ։ Չեմ հասկանում, ամեն անգամ իրար տեսնելուց խոշոտելու եք իրար։ Մամա չես սրան ընդհանրապես դու գործի ընդունել։ Մնում էր դու իմ որոշումները քննարկեիր։ Ես ներողություն եմ խնդրում, վաղը կհանդիպենք։ Անցի առաջ։ Չհասկացա ինչ ներողություն, մամ։ Քեզ հանգիստ պահիր Գրիշո։ Ինչ հանգիստ պահելու մասին է խոսքը։ Դու ընդհանրապես ումից ես ներողություն խնդրել, որ սրանից էլ խնդրում ես։ Ներկայացում մի սարքի էստեղ։ Ներկայացում դու ես սարքեի սկզբանը, որ սրան գործի ես ընդունել։ Էս ինչ կապ ունի վաբշե մեր ռեստորանի հետ է։ Իսկ այդ աղջիկը քեզ հետ ինչ կապ ունի, որ հերիք չի հանդիպում ես հետը, մի հատ էլ բերում ես մեր ռեստորան։ Դե հա, բա ոնց, էլի Գրիշոնա չէ մեղավոր։ Մամ։ Պապի, ես դուրս եմ գալիս։ Որ ես գնում։ Գնամ ենք քո տված հարցի պատասխանը իմանամ գամ։ Ինչ հարց այդ ղաճը։ Հա, այն աղջկա հետ կապած։ Հա, գնամ պատասխանը իմանամ ու դրանից հետո պարզ կլինի իմ դիրքորոշումը։ Զգուշ եղի, խնդրում եմ քեզ։ Մի անհանգստացի, պապի ջան։ Գնացի։ Աստված հետ։ Հունանն ազատություն է տվել։ Բայց պետք էր, որ ինձ այդ ազատությունը վերջի վերջո ինչ շահեցիր դրանից։ Ինչ հիմար էի ես, որ հիմարաբար լսում ու կուրորեն հավատում էի։ Այն ինչ կարելի էր խորը քնից արթնանալ ու ճշտումներ անել։ Ասեղը ջարդեցի։ Չեմ կարողանում կործանեմ։ Գնամ մի ասոր խմեմ։ Մեղա քեզ Տեր Աստված։ Հունան մակոնց։
ինձ թվում թե միտեղ լսել եմ ես անունը ու շատ վախուց բայց որտեղ չեմ հիշում այ քեզ բա Да. Ով։ Ռոզի։ Լավ ասա թող ներս գա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ոնց հասկանում եմ ծանոթ չենք։ Կներկայանեք։ Ռոզի։ Ձեր անունը ինձ ոչինչ չի ասում։ Ասեք հասկանում ինչ եք եկել։ Կներես, Ես իմ կյանքում նենց բաների միջով եմ անցել, որ վախենալու ձևերը մոռացել եմ։ դու ինձ երբեք քո մասին չես պատմել, Լեո։ Դե երևի պահը չի հասունացել դրան։ Ափսոս։ Ափսոս, որ չի էլ հասունանա։ Ինչ-որ խանգարող հանգամանք կա։ Լեո, մենք երբեք ուղիղ չենք խոսել, թե ինչի ենք իրար հետ շփվում։ Խոսքերը էժանացնում են զգացմունքները։ Լեա, ես ու դու հասուն մարդիկ ենք ու կարծում եմ պետք չի, որ իրար խաբենք։ Մեր առաջին հանդիպումից սկսած մտքիցս դուրս չես գալիս։ Ու քո կողմից էլ անտարբերություն չեմ նկատել։ Բայց կուզեմ, որ դու քո խոսքերով ասես քո զգացմունքների մասին։ Լեո, պարզից էլ պարզ է, որ զգացմունքները փոխադարձ են։ Ու առաջին անգամը չի, երբ մենք ի ցույց ենք դնում այդ։ Հա, բայց առաջին անգամ է, որ փաստի առաջ եմ կանգնած։ Այսօր պապատ էր եկել։ Ու ինձ ասաց, որ պետքա հրաժարվեմ քեզնից։ Իսկ դու ինչ ասեցիր։ Հրաժարվեցիր ինձնից։ Թե հիմա ես պատրաստվում եմ տանես։ Քո հարցի պատասխանը ինքդ պետքա տաս։ Անցի։ Խնդրում եմ հասկացի էլի։ Ձենդ կտրի։ Ամոթ ունեցի։ Եկաք երեխեք ջան, ինչ լավ է եկաք։ Անհանգիստ եմ շատ, Լեոյին եմ սպասում։ Միայն իմանաք ինչ է եղել։ Երեխեն դուրս հանգիստ պարապում էր իր համար։ Մենք էլ այդ արնախում այդ սրիկան եկավ այդ։ Հունան մակունցա ինչա։ Դեսներ Գրիշոյի պապան ինքն էլ էր իմ համար եկել։ Պապի մենք ավելի ծանր դեպք ունենք։ Մեր ծանր դեպքը սա է։ Դով լավ էլի։ Այս սրան մենք այդքան զգուշացնում ենք, ասում ենք մեր անունը գետնով չտաս, ինքը գնում էլի նույն բանը անում է։ Չի հասկանում, սա անդաստիարակ է։ Այս անգամ ինչ ես արել, աղջիկ ջան։ Ես ընդամենը գնացել էի։ Ես ընդամենը գնացել էի։ Դե սպանեց իր արդեն։ Ես ընդամենը գնացել էի։
Էրիկա։ Գնացել էր Գրիշով հետ նստել վերերնգի ռեստորանում։ Այն ռեստորանում, որտեղ ես փորձաշրջան եմ անցնում աշխատանքի համար, այդ մակուցների ռեստորանում։ Ախր դրա մեջ ոտ բան չկա։ Դրա մեջ վատ բան չկա, հա? Որ ոչ խարը թույլ է տալիս իրան իմ հետ տենց խոսա, քո պատճառով։ Եթե դրա մեջ վատ բան չկա, այո, քո արածներն էլ վատ չի։ Մանուշակ, ինչ անեմ ասա, քեզ կապեմ տանը, հա, ինչ անեմ ասա։ Չէ, պապի, հակառակը, սրան պետք է տանից հանել։ Դուրս։ Դավիթ ջան, մի րոպե ախր։ Ասում եմ դուրս գնա։ Դավիթ, ինչ ես անում։ Պապի հասցրեց։ Չխոսաս։ Դավիթ ջան, Չխոսաս, պապի, դուրս գնա։ Դավիթ։ Հետևից չգնաս, պապի։ Ես ինչ անում եմ ճիշտ եմ անում։ Եվ Ռոզի, ինչի համար եք եկել ինձ մոտ։ Ես կարևոր ինֆորմացիա ունեմ, որ վստահ եմ ձեզ շատ կհետաքրքրի։ Նստեք։ Լսում եմ։ Ես ուզում եմ ասել, որ ես Ունան ջան։ Բարև։ Բարև ձեզ։ Ծանոթ եք։ Չէ, որտեղից։ Դա գնալով հետաքրքրանում ամեն ինչ։ ես եկել եմ պարզաբանելու մեր կապը։ Լեա, ոնց ու շատ լռեցիր։ Պապան ժամանակ չի կորցրել։ Քեզ էլ է հասել։ Մի րոպե դու գիտեիր, որ գալու ինձ տենա։ Լեո պապան ինձ էլ է հրամայել, որ քեզանից հեռու մնամ։ Չշփվում քո հետ։ Ես չի պատկերացնի, որ քեզ էլ է նույն բանը եկել հրամայել։ Ինձ ոչ մեկ չի կարա հրաման տա։ Լեո պապան նեղացրել է քեզ։ Ինչ է ասել։ Այդ դու պիտի ասես։ Արդեն հրաժարվել ես ինձնից, թե չէ։ Ասա տենամ ինչ պատասխան ես օրդ տվել։ Ապրես։ Լեո, բայց ես շատ եմ վախենում պապայի արձագանքից։ Լսի, դու վախենալու պատճառներ չունես։ Ես չեմ թողնի, որ քեզ նեղացնեմ։ Լեո, ես քո համար եմ անհանգստանում։ Պապան ջղայնացած ժամանակ ահավոր դաժան կարա լինի։ Դաժան։ Կյանքից էլ դաժան։ Այդ մեկը ընդհանրապես չեմ հավատում։ Շատ եմ խնդրում, ասա ինչ է ասել քեզ պապան։ Իրականում այդքան էլ կարևոր չի, թե հերդ ինձ ինչ ասել։ Կարևորը թե դու ինչ կասես։ Որ ես իմանամ կռվելու պատճառներ ունեմ, թե չէ։ Սիրում ես ինձ։ Լեա։ Ես հենց այդ էլ ուզում էի իմանալ։
Լարված վիճակիցդ հասկանում եմ, որ սխալ պահի ես եկել։ Բայց եթե իմ տեսանկյունից նայենք, շատ ճիշտ ժամանակին ես եկել։ Եվ ես ինչ հավաքույթ, հա? Ինձ ոնց որ թե բան էիք ուզում ասեիք, բայց կիսատ մնաց։ Հա։ Աղոյի դեմքից ենթադրում եմ, որ հենց իրա մասին է խոսքը։ Այո։ Հետո։ Ունան ջան, ավելի լավ Ռոզի դուրս գա գնա, մենք երկուսով կխոսենք։ Ուր գնա։ Մարդը նոր է եկել։ Դու մի անհանգստացի, ինքը լավ գիտի ուր կգնա։ Իսկ Էրնան գիտի Ռոզեի մասին։ Գիտի ու ոնց որ իր մոտ ոչ մի բան չի փոխվում։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ այս ամեն ինչի ուղղակի աբսուրդ է ու խնդրում եմ։ Դուրս արի։ Ավո։ Դուրս։ Ինձ ասում ես մի խանգարի, հա։ Խնդրում եմ, արի այս թեման նորից չբացենք, խնդրում եմ։ Հենց նոր մի կին էր եկել։ Այդ ֆուտլյարիդ հետ կապված ինչ-որ հարցեր ուներ։ Եկել էր պարզաբանելու։ Հունան, ես տեղյակ եմ։ Այդ իմ ու ավոյի լուծելու հարցն է։ Խանգարում եմ, հա։ Աղաչում եմ։ Ոնց չխանգարեմ։ Տենց, մի խանգարի։ Ես ու ավան այս հարցը կկարգավորենք։ Հա, Հունան ջան, ընդունում եմ, պահի թուլություն եղել տրվել է։ Էրնայի հետ մենք խոսացել ենք։ Ներողություն եմ խնդրել, հասկացել ենք իրար։ Փաստորեն ներել, հա։ Այո։ Դե ուրեմն գնացեք ու ձեր կյանքը ոնց ուզում եք ապրեք։
տնից դուրս անելը ո՞րն է։ Այսօր հասանք։ Չհասանք, հասցրեց։ Լավ, նա հիմար երեխայա չի հասկանում։ Բա դու։ Պապի դրա ի՞նչն է երեխա։ Արդեն ամուսնանալուց է խոսում, ի՞նչ երեխա։ Հասկացանք։ Նախատի, ջղայնացի վրան, պատժի։ Տնից դուրս անելը ո՞րն է, սրտին ուր է գնալու։ Պապի լավ եմ արել։ Մի պաշտպանի իրան։ Ես ինչքան կարամ հանդուրժեմ, որ ուզում եմ բոլորից տրորած լինի։ Մարդ մի քիչ պետք է ինքնասիրություն ունենա։ Տնից որ հանեցին ի՞նչն է փոխվելու, հա։ Ուղեղը կսառի ու կհասկանա որը որից հետո է։ Նա դու իրան ազատություն ես տալիս, գնա մի ուրիշ հիմարություն անի, հետո տակից դուրս չգանք, ոնց ենք մեզ ներելու, հա։ Ես դեռ ինձ ինչ։ Ես այսօր եկուս կսատկեմ։ Բա դու ոնց ես ապրելու, հա։ Պապի դե հերիք է, ճիշտ եմ արել, մի պաշտպանի։ Գիտես, ես իմ կյանքի ամենակարևոր խոստովանություններից է։ Բայց ես այսքան սենտիմենտալ չի։ Չգիտեմ ինչ արել, այդպես։ Եթե ես ու դու այս ճանապարհն ենք ընտրել, ուրեմն մեզ ոչ մեկ չի կարող հանգարի։ Լեա, ասում եմ ոչ մեկ մեզ չի կարող հանգարի։ Գիտես, ես ոչ ոքի երբեք այսքան մոտ չեմ թողել ինձ։ Ու հիմա ինձ ահավոր դժվար է։ Ես չգիտեմ ոնց պիտի ես ամենը տանը ներկայացնեմ։ Ոնց պիտի այդքան խնդիրներից խուսափեմ։ Մենք այդ ամենը միասին կհաղթահարենք։ Լավ։ Եթե այս ամենը այնքան լուրջ է, ինչքան ես զգում եմ, խնդրում եմ ինձ ճանապարհի կեսին մենակ չթողնես։ Եթե զգում ես, ուրեմն լուրջ է։ Գիտես ինչից եմ միշտ վախեցել, Ինչի՞ց։ որ սիրածս աղջիկը սոքանջից շատ նման կլինի։ Ինչից վախում էի, եկավ կպավ ինձ։ Շատ անհաջող կատակ էր։ Բայց ես կատակ չէի անում։ Լեո, հազիվ մի քիչ էմոցիա ես զգում, պիտի փչացնես, չէ՞ պարտադիր։ Ինձ։ Ապապի։ Լեո ջան, Դավիթը քրոջը տնից դուրս արեց։ Ինչի համար։ Իրան խելոք չի պահել, դրա համար էլ դուրս արել։ Արի տեսնենք ինչ ենք անում, ցավը տանեմ։ Են Դավիթի հետ խոսալ չի լինում։ Լավ, հեսա գալիս եմ։ Ոյ Աստված, եղեք ես Տեր Աստված։ Չբանա։ Չէ, ուղղակի պիտի գնամ։ Լուրջ բան է։ Տան հետ է կապված։ Դե գնա ո՞ր ես սպասում։ Բա դու։ Ես պետք է Հելենին Նարային տեսնեմ։ Դե արի քեզ կճանապարհեմ։ Լեո, պետք չի հանգիստ գնանք։ Ասում եմ արի։
բանն եմ խոսում, հետո դուր ես թողի Աբա, գնում։ թող։ Կարող է գիտես բռնոցի ենք խաղում։ Իմ համար արդեն ամեն ինչ պարզ դարձավ, թող ինձ։ Հետ քո համար է պարզ։ Իմ համար պարզ չի։ Դե դու քանի գլխանի դառար, որ գալի հասնում ես սրա կաբինետ ու հետը հարցեր ես պարզում։ Դու լրիվ հիմար ես։ Քո մոտ էլ պակասեց։ Ավո նենց չանես երեխուս կտրեմ, գիտես որ կանեմ։ Հունանի մոտ ողջ ճշմարտությունը չպատմելը քեզ նվեր, որ վաղը մյուս օր երեխդ քեզնից չամաչի։ Քեզ նվեր էր։ Կյանքում եք ավոյին նվեր արել։ Լսում եմ։ Տիկին Նինա, խնդրում եմ շտապ եկեք օֆիս։ Ինչ ա եղել։ Պարոն Մակուսն ամբողջ օֆիսը ջարդափշուր անում, չեն կարողանում հանգստացնել։ Դավ, ինչ ա եղել։ Ալավ սպասի, հասկանամ ինչ ես քեզ սենց պահում։ Որովհետև զզվցրել եք, որովհետև ստեղս եք հասցրել, արա։ Էլ ներվերս չի երիկում։ Մի գորը հասկանանք ինչ ա եղել։ Արա դուք չեք հասկանում, դուք հասկանալու եք խնդիր ունեք։ Կերել եք, արա ինձ կերել։ Լսի ինչ եմ ասում քեզ տղա ջան։ Հերիք եղավ։ Հերիքը գորգորասու բոլորին վիրավորես։ Մի մոռացիր դու տանն ես։ Ու սրանք բոլորը քո հարազատներն են։ Մյուս անգամ չտեսնեմ։ Ժանսատակալ։ Մեծ կտորդ ականջուտ կթողեմ։ Պապիլովես ինչ եք անում։ Հենց հիմա երկուսդ վերկացեք, գնացեք որտեղից ուզում եք մանուշակին գտեք ու տուն բերեք եղավ։ Գնացեք դուք էլ գտեք, ինձ չի հետաքրքրում։ Էտարի! Դեստաս։ Ինչի չեմ սապ կամպրծնեմ սրանցից։
Հանգստացար։ Վերջ։ Ինչ արել ես, լավ ես արել, հիմա գնում ենք տուն։ Մի մտած երեխեք տանը չեն, քեզ այս վիճակում ոչ ոք չի տեսնի։ Խորը շնչի, խորը շունչ քաշի։ Դու չես կարող հին հունանը դառնալ, էդ էլ քոնը չի։ Դու չես։ Ամեն ինչին լուծում կա։ Ես քո կողքին եմ, ես միշտ քո կողքին եմ։ Հիմա արի քեզ տանեմ տուն, լավ։ Լեա, ճիշտն ասա հիմա պատկերացնում ես, թե ոնց է սպիտակ զգեստով նստել, ու Լեոնն էլ քեզ նկարում է։ Կամ էլ հակառակը։ Լեոնն է այստեղ սպիտակ զգեստով նստել, Լեանա նկարում։ Երեխեք կողմից, հետո երեք ուշտաներ ասած, մոռացել եք որտեղ ենք։ Մենք շատ լավ հիշում ենք որտեղ ենք, բայց դու ոնց որ թե մոռացել ես, ինչ որ օթերում ես։ Բայց տեսար ոնց ճանապարհեց Լեային, իբր տենց էլ պետքա լիներ, 1000 տարվա ընկերուհին է, էլի։ Լսի, մի տեսակ քեֆս բերեց այդ տղեն, մեր անհասանելի Լեային արագ տեմպերով իրանով արեց։ Երեխեք կողմից, յոմութը։ Լեա, ճիշտն ասա, այսօր իրար սեր եք խոստով անել։ Ոչ։ Չի երևում, որ հա, նայի աչքերը ոնց է փայլում։ Դες ձեր նմանների հետ ինչի եկա ազգային պատկերասրա։ Ո, ճիշտ է, դու արդեն պիտի Լեոյի հետ գաս։ Հաջորդ անգամ Լեոյի հետ կգաս։ Ինձ նայի, Դավիթ։ Ինձ նայի, ասում եմ։ Ու կանգնիր, որ հետդ խոսում եմ։ Ինչ պապի, սիրտս կտոր ա լինում։ Բա ինչ ես խփում։ Եթե քրոջդ չգտար ու տուն չբերեցիր, ինչ խփել։ Ոտիս տակ կառնեմ։ Հասկացար։